Պարոն Դանիելյան, հարցս վերաբերում է իմպիչմենթի աղմկահարույց գործընթացին, որպես Հայաստան խմբակցության պատգամավոր, ինչ եք կարծում, պարլամենտում եւ երկրում կան արդյոք վարչապետին իմպիչմենթ հայտարարելու իրավաքաղաքական նախադրյալներ։ Նախադրյալները կան, նախադրյալները նոր չեն, այն իրավիճակում, որ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, ցանկացած ժողովրդավարական երկրում այդ գործիքակազմը օգտագործվում է անվստահության նախաձեռնությունը, իմպիչմենտի նախաձեռնությունը, դա հիմնականում կիրառվում է ընդդիմության կողմից, շատ երկրներում նաև ինչու՞ չէ կիրառվում է հենց նույն իշխանության կողմից, որոնք որ ցանկություն են հայտնում փոխելու իշխանության, այսինքն առաջին դեմքին կառավարությանը եւ կառավարության ուրեմն անդամներին, գործընթացը նորմալ եւ հասկանալի է, որովհետեւ այն իրավիճակում, որ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, այս հատկապես 21 թվականից հետո հայտնի իրողություններով պայմանավորված Արցախի հայրենահանձնման եւ էլի շատ դավուշում տեղ ունեցած դեպքերի ես կարող եմ բազմաթիվ այդպիսի ուրեմն արձանագրումներ անել եւ դա պիտի նորմալ ընդունվի իշխանության կողմից եւ ի վերջո դա գործիքակազմ է, որը տրված է պատգամավորներին իրենց գործունեության եւ լիազորության շրջանակներում այդ ամեն ինչը անելու։ Շատ լավ, անշուշտ սահմանադրական գործիք է, բայց արդյոք կան այդ գործիքը կիրառելու համար անհրաժեշտ պայմաններ, մասնավորապես իրավաքաղաքական, հարցը հենց դրանումն է։ Օրինակ, հայտնի է, որ տրամաբանական ավարտին հասցնելու համար ձեզ անհրաժեշտ թվով ձայներ են պակասում։ Չապահովել այդ միջավայր, այդ նախադրյալները եւ նման գործընթաց բերել ազգային ժողով արդյոք սեփական ոտքին կրակելու կամ process հանուն process-ի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ձեր գործընկերներից մեկը, պարոն Մամիջանյանը, քիչ առաջ հայտարարեց, որ երբ որ գործընթացը հասնի այն փուլ, երբ որ արդեն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների քվեները անհրաժեշտ կլինեն, որպեսզի իմպիչմենթի գործընթացը իր տրամաբանական ավարտին հասնի, իրենք կաշխատեն պատգամավորների հետ, այսինքն կհամոզեն, կհեղափոխեն։ Հետաքրքիր է, պարոն Դանիելյան, այս ընթացքում ձեզ հաջողվել է գեթ 1 քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ներկայացնող պատգամավորի հետ աշխատանք տանել, դրան հեղափոխել, հակել դեպի ձեզ։ Արձանագրենք, որ դուք այս ընթացքում ունեցել եք 1 պատգամավորի կորուստ։ Տեսեք, հենց քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ այդ առումով ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գա իշխանության եւ հենց իշխանության գալն էլ ինքնանպատակ չի, որպեսզի իր ծրագրերը, իր նպատակները իրագործի, իրականացնի։ Հիմա դրան նախապատրաստվող աշխատանքներ պիտի տարվեն, իհարկե պիտի տարվեն։ Արդյոք պետքա դրա համար լինի ժողովրդական աջակցություն, դրա համար պետքա համապատասխան կուսակցությունները եւ քաղաքական գործիչները պետքա ունենան ճանապարհային քարտեզ, պետքա լինի այդ մոբիլիզացիան, այդ աշխատանքները պիտի տարվի, իհարկե պիտի տարվի։ Դրանում ես երկրորդ կարծիքը չունեմ, դա պիտի արվի եւ դա շատ կարեւոր է, որպեսզի գործընթաց հասնի իր տրամաբանական ավարտին։ Ես չեմ ուզում մեկնաբանել, թե իշխանական ինչ պատգամավոր ինչ դիրքորոշում, ինչ կարծիք ունի, դա շատ մասնավոր խոսակցություններ են եւ այդ մասնավոր խոսակցությունները եւ իշխանական դաշտի մասնավոր խոսակցությունները եւ ընդդիմադիր ուրեմն պատգամավորների խոսակցությունները մեկնաբանելու կարիքը չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք որ մտահոգված են Հայաստանի Հանրապետության ճակատագրով, պետք է մի բան հասկանան։ Պարտված իշխանությունները, որը որ անընդհատ զիջումների են գնում, եւ այս առումով կա հասարակական դժգոհություն, եթե անգամ իրենց հնարավորությունները չի բավարարում, որպեսզի այս ընթացքը կանխվի, իրենք պետք է համարձակություն ունենան, որպեսզի հնարավորություն տան հաջորդ կառավարություններին, այդ կառավարությունը ինչ տեսք ունենա, դա ուրեմն ապագայի հարց է, հնարավորություն տան, որպեսզի եկող կառավարությունը կարողանա շտկել իրավիճակը
նոր այսպես գործիքակազմեր կիրառել, նոր հնարավորություն եւ նոր էջ բացվի։ Դա բնորոշ է ժողովրդավարական ցանկացած երկրին։ Այսինքն մենք պետքա այդ մշակույթի կրողը լինենք, երբ որ կա երկրում առկա ճգնաժամ, դա ոչ մեկ չի կարող հերքել, որովհետև այդ իրավիճակը կա, ուրեմն պետքա համապատասխան լուծումներն էլ գտնվի դրա քաղաքական դաշտում այդ լուծումները պետք է գտնվի։ Եթե այդ լուծումները չի գտնվում, ապա գնալով այդ խնդիրները ավելի, ասպես արդիական են դառնում, ավելի է այդ խնդիրը ավելի է հասունանում եւ պետք չի խնդիրը հասնի պայթունավտանգ իրավիճակի, երբ որ արդեն էլ հնարավոր չի լինում այդ ամեն ինչը կանխել։ Պարոն Դանիելյան, ես ճիշտ ըմբռնեցի ձեր ասացի համատեքստը, որ ձեր հույսը այն է, որ իշխանությունը ռիսկի կդիմի եւ ինքը հրաժարական կտա, այսինքն ձեզ կազատի իմպիչմենտ նախաձեռնելու եւ անհաջողության մատնվելու գործընթացից։ Գիտեք ինչ կա, համարձակ ղեկավարները ոչ թե առաջնորդվում են սեփական շահից ելնելով, այլ առաջնորդվում են պետության շահից ելնելով, պետության գերակա շահից ելնելով, ազգային շահից ելնելով, այդ իրավիճակում, տվյալ իրավիճակում հայտնված ղեկավարը պետք է հասկանա, որ այդ քայլը անելով միգուցե իր համար ոչ ցանկալի լինի, բայց պետականության համար դա պարտադիր պահանջ լինի։ Տենց դեպքեր եղել են, երբ որ ուրեմն երկրի ղեկավարը, պետության գլուխ կանգնած մարդը հաշվի առնելով երկրում ստեղծած իրավիճակը հրաժարական է ներկայացրել։ Դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, դա եղել է Սերժ Սարգսյանի ժամանակ, այսինքն այդ համարձակությունը պետք է ունենալ եւ ոչ թե հանուն նեղ անձնային կամ խմբային շահի, այլ հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահի։ Եվ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը պահանջում են, որպեսզի այդ համարձակությունը ունենա։ Ես ինձ համար կարող եմ ասել, ես որ լինեի այդ իրավիճակում ինչ կանեի, ես առանց վարանելու հաշվի առնելով ստեղծված իրավիճակը այդ քայլին կգնայի եւ դա այդ համարձակությունը պետք է ունենա ղեկավարը եւ պետք չի ելեմ ասում իրավիճակը հասնել այն պահին, երբ որ արդեն իսկ որ ասում են անդառնալիության կետին չպետք է հասնի։ Շատ լավ, պարոն Դանիելյան, վարչապետը քանիցս հայտարարել է ազգային ժողովի բարձր ամբիոնից, որ ինքը կարճած չէ իշխանությունից եւ երբ որ ժողովուրդը, այսինքն իշխանության տերը դուրս գա փողոց եւ պահանջի, որ այսուհետ իշխանությունը պետք է վերադարձվի իրեն, նկատի ունենալով փողոցային պայքարը, ինքը անվարան պատրաստ է իշխանությունը վերադարձնել ժողովրդին։ Շատ բարի։ Հիմա ի՞նչն է պատճառը, պարոն Դանիելյան, որ ժողովուրդը փողոցում չէ, երբ որ կա, ինչպես դուք եք ասում, եւ ձեր գործընկերները մյուս, նաեւ իմպիչմենտի գործընթացը նախաձեռնած էր արտախորհրդարանական գործընկերները, ժողովուրդը դուրս չի գալիս փողոց այդ պահանջով։ Հաշվի առնենք, պարոն Դանիելյան, ներողություն, որ նախորդ անգամ, երբ որ դուք խորհրդարանում նորից անվստահություն հայտնելու գործընթաց եք նախաձեռնում, 2022 թվականն էր, հիշում եմ, դիմադրության շարժման օրերն էր։ Նախաձեռնությունը իհարկե իր դրամաբանական ավարտին չհասավ, բայց դիմադրության շարժումը փողոցում որոշակի զանգված էր, ժողովրդական զանգված էր գեներացրել եւ այդ զանգվածի ճնշման ներքո էր փորձում խորհրդանում ինչ որ process իրագործել։ Այս անգամ փաստորեն սայլը ձիուց առաջ էր կապել։ Գիտեք ինչ, սկզբից process-ը, հետո փողոցային պայքարը։ Գիտեք ինչ, որն է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած թիվը, որ այդ մարդկանց հավաքվելու դեպքում ինքը կհամարի, որ օրինակ ժողովրդական պահանջ է, ասենք, համազգային պահանջ է։ Ես կարող եմ ձեզ հետևյալը ներկայացնել։ Սրբազան պայքարի շրջանակներում, երբ որ մայիսի 9-ին մենք մտանք Հանրապետության հրապարակը լեփլեցուն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Հանրապետության հրապարակ, պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Այդ մարդիկ, որոնք որ դուրս էին եկել հրապարակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, ինչու անգամ լսելու, բանակցելու եւ օրինակ մեր կոչերին հետամուտ չլնելու, որովհետեւ այդ ընթացքում էլ մի քանի անգամ շեշտվեց, որ անհրաժեշտություն կա, որպեսզի կառավարությունը գա եւ նստի խոսի ժողովրդի հետ։ Ինչ եղավ այդ ժամանակ։ Այդ ժամանակ ուրեմն կիրառվեց բիրտուշ,
բազմաթիվ մեր գործընկերներ վնասվածքներ ստացան, այդ թվում եւ լրագրողներ, եւ падգամավորներ, եւ քաղաքական գործիչներ, մինչեւ հիմա այդ քրեական գործերը հարուցված են, բայց որևէ մի կերպ առաջ չեն գնում։ Իմ падգամավոր Աշոտ Սիմոնյանի, մեր падգամավոր մեր խմբակցության падգամավոր մեր ընկեր Աշոտ Սիմոնյանին, ուրեմն օրը ցերեկով կարմիր բերետավորները ծեծ ու ջարդի ենթարկեցին, որևէ մեկը չի պատասխանատվություն չի կրել։ Գեգամ Մանուկյանին ուրեմն վնասվածքներ ստացավ եւ հայտնվեց ուրեմն վերակենդանացման բաժանում, ով պատասխանատվության ենթարկվեց, ոչ մեկ պատասխանատվություն, նռնակներ պայթեցին, ով պատասխանատվություն կրեց։ Ուրեմն այդ ընթացքում ազգային ժողովի ուրեմն ճանապարհին, նույն այս խաչմերուկում, Բաղրամյան Դեմիրճան խաչմերուկում նռնակներ պայթեցին, այն նռնակները, որոնք որ արգելված միջոցներ կիրառեցին։ Այսինքն, եթե դու ուժ ես կիրառում քո հայրենակիցների նկատմամբ եւ չես լսում ժողովրդի պահանջը, դա լավ բանի չի բերում։ Եվ ասել, որ եթե ժողովուրդը պահանջի, ուրեմն ես կգնամ դրան, հիմա տարբեր սոցիոլոգիական հարցումներով ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում ժողովրդի աջակցությունը։ 11% այսօր հրապարակվել 11% է իր վարկանիշը։ Արդյոք դա թույլ չի տալիս իրեն, որպեսզի ինքը դրանից հետևություններ անի եւ հասկանա, որ չունի այլևս ժողովրդի աջակցությունը։ Արդյոք այդ process-ները, որոնք որ գեներացվել են եւ այդ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, արդյոք պետք չէր այդ ընթացքում օրինակ հասկանալ ինչ է կատարվում եւ դրանից հետևություններ անել։ Այդ հետևությունները չեն արվում։ Իսկ եթե ասում են, որ ժողովուրդը հենց դուրս գա փողոց եւ պահանջի իմ հրաժարական, ես հրաժարական կտամ, ես ասում եմ ժողովուրդը դուրս է եկել։ Այս անգամ պարոն Դանիելյան, ինչու ժողովրդին չեք հանում փողոց։ Գուցե ավելի շատ մարդ հավաքվի, ասում եք այդ 11%-ը։ Այս ընթացքում փաստորեն ձեզ համակրող ժողովրդական զանգվածների թիվը պայմանականորեն մեծացել է։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, էլի։ Այն մարդիկ, որոնք որ մասնակցում են, օրինակ բողոքի ակցիաներին, ես Տավուշից եմ, բայց աշխատանքի բերումով շատ մարզերում լինում եմ, գրեթե այդպիսի շաբաթ չի լինում, որ չլինեմ։ Այն մարդիկ, որոնք մասնակցում են օրինակ բողոքի ակցիաներին, այդ մարդիկ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, այդ մարդկանց բռնության են ենթարկում, այդ մարդկանց վրա քրեական գործեր են հարուցում, այդ մարդկանց հետևից գնում է թե պետեկամուտների կոմիտեն, այդ մարդկանց աշխատանքից ազատում են, այսինքն մթնոլորտը, որ ստեղծված է Հայաստանի Հանրապետությունում, չի նպաստում, որպեսզի մարդիկ ազատ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ Դա լուրջ խնդիր է։ Ես կարող եմ բերել տասնյակ հարյուրավոր օրինակներ, երբ որ մարդկանց վրա քրեական գործեր են հարուցում, զուտ նրա համար, որ մարդը եկել է ու բողոքի ակցիաներին մասնակցում։ Ինչպես է ստացվում։ Հենց տենց է ստացվում։ Հանիրավի մարդու մեղադրում։ Դա քրեական հանցանք չէ, որքան գիտեմ։ Հիմա ես ձեզ բան ասեմ։ Օրինակ շատ դեպքերում, ուրեմն ես էլ բավականին շատ անուններ կա, որ կարամ հենց ձեզ տամ, կեղծ մեղադրանքներ ա ներկայացվում մարդկանց եւ այդ եմ ասում, հենց այդ գործիքակազմը կիրառելով նաեւ մարդկանց աշխատանքից ազատելու չեն վստահումի շրջանակներում, ընդհանրապես կարող է մեկ դեպք ասել, բայց դրանք տասնյակներ են։ Երբ որ բուժ աշխատողը գալիս է եւ իր ուրեմն իր անվստահությունն է հայտնում գործող կառավարությանը, այդ մարդը ընդամենը մի քանի ժամ հետո հեռացնում են աշխատանքից։ Դուք հանրայնացրել եք։ Հանրայնացրել ենք։ Դիվել եք իրավապահներին։ Հանրայնացրել ենք։ Ես տեղը ազգային ժողովից եմ խոսել եւ իմ նաեւ իմ բարձրաձայնած հարցը ասել եմ, ուրեմն հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին։ Նման օրինակները շատ են, երբ որ պետք չի այս բանի ջայլամի քաղաքականություն վարել, գլուխները մտցնել ավազի մեջ եւ ասել, որ այս երկրում որևէ մի բան չի, ես չեմ ասում թե անցյալում ամեն ինչ իդեալական է եղել եւ խնդիրներ չեն եղել, խնդիրներ եղել են։ Ես որպես մարդ, որը որ տարբեր ընդդիմադիր շարժումների ժամանակին նաեւ փողոցի ակցիաներին մասնակից եմ եղել, ես դրա մասին ոչ թե խոսում եմ հիմա, այլ դրա մասին խոսել եմ շատ ավելի շուտ, ես այդ համարձակությունը ունեմ ասելու եւ դրա համար
պետք չի ուրեմն ասել, որ գիտեք ինչ կա այսօր որ տասնյակ հազարավոր մարդիկ հենց որ դուրս գան փողոց ու պահանջեն իմ հրաժարականը, ես հրաժարականը դուրս են եկել, պահանջել են, բայց ցավոք սրտի ունենք այն ինչ որ ունենք։ Պարոն Դանիելյան, արդյոք մտավախությունն է, որ ձեր պայքարին միացողները կթիրախավորվեն կամ հետապնդման կենթարկվեն, այդ պատճառով է որ դուք փողոցային պայքարի հերթական ռաունդի փողոցային պայքարի ձեր մյուս գործընկեր ընդդիմադիր խմբակցությունն այդ դեպքում ինչու չի փողոցային պայքար սկսելու կոչով։ Ես եթե ուշադիր հետևում եք իմ գործունեությանը, չկա մի պայքար, փողոցային պայքար կամ մարդկանց իրավունքների խախտման եւ այլն, որ ես այդ մարդկանց կողքը կանգնած չլինեմ, դա կլինեն ոլորտային խմբեր, դա կլինեն մարդիկ, որոնք որ իրենց իրավունքները խախտվել են, դա կլինի տարբեր ակցիաներ, ես մասնակցում եմ, ես ակտիվ մասնակից եմ դրա եւ կարծում եմ, որ մեր հայրենակիցները իրավունքը ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու եւ պետք է հենց այդ ամեն ինչը գեներացվի եւ ի վերջո մենք հասնենք մեր ցանկալի արդյունքին։ Ես դրա կողմնակիցն եմ, որովհետեւ այդ ճնշումն էլ է ստիպում իշխանություններին, եթե ինչ որ մի թիվ թվականակ այդքան չի անհանգստացնում իշխանությունները եւ իրենք ինչ որ մի կերպ կարողանում են այդ հարցերը բռնությամբ եւ այլն լուծել, շատ ավելի շատ մասնակիցների դեպքում դա ուրեմն չեն կարող այդքանին ի վիճակի չեն ուրեմն բերման ենթարկել կամ այդքանի վրա քրեական գործել, բայց քանի որ այդ նախադրյալները սահմանական փուլում այսպես ասած ճնշվում են, ի վերջո մեր ժողովուրդը նաև ունի սոցիալական խնդիրներ, ունի այլ խնդիրներ, դա խոչընդոտ է հանդիսացնում process-ները ավելի գեներացնելու։ Շատ մի հարց էլ պարոն Դանիելյան, այս impeachment-ի գործընթացին վերադառնալով կարծիք կա, որ գործընթացը նախաձեռնողների իրական նպատակը Հայաստան խմբակցությանը թիրախավորելն է։ Դուք կիսում եք այդ կարծիքը։ Հայաստան դաշինքը իր հայտարարությունը արել է, այդ հայտարարության մեջ հստակ ասվել է, մենք ինչ ոնց ենք պատկերացնում այդ գործընթացը, ես որևէ մի կերպ չեմ ուզում մեկնաբանել այդ ամեն ինչը, որովհետև դրա մասին բազմաթիվ անգամներ խոսել եմ, ասել եմ, շնորհակալություն եմ այդմ ձեզ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։